Սննդամթերքի օգտագործումը օրվա ընթացքում ինչպիսին պետք է լինի, քանի որ մեզ բնորոշ է առավոտյան չնախաճաշելը, երեկոյան շատ ուշ ժամի ուտելը, յուղոտ ուտելը եւ այլն։ Սա իր հետևանքները կարող է ունենալ մեր օրգանիզմի վրա։ Իհարկե կարող ունենալ, սովորաբար պետք է սնունդը լինի բալանսավորված, չէ՞, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր եւ գոնե մենք կարողանանք, չեմ ասում 4-5 անգամ, գոնե 3 անգամ պարտադիր սննդի օգտագործում մենք պիտի ունենանք փոքր չափաբաժիններով, իսկ հիմնական չափաբաժինը թող լինի կեսօրին, իսկ մենք սովորաբար գնացինք տուն, մեր կյանքը ավելի գիշերային է դարձել, գիշերը ուտում ենք, վրայից էլ օգտագործում ենք մեծ քանակությամբ բանջարեղեններ եւ մրգեր, չէ՞, որը ավելի շատ մետեորիզմի է բերում, գազերի կուտակման, դրա պատճառով ներորովայնային ճնշումը բարձրանում է, սեղմում է ստոծանում, բարձրանում է արյան ճնշումը եւ այդ էպիգաստրալ շրջանի ցավերը, երբ որ հաճախ առաջանում են, չէ՞, մարդկանց թվում է ստամոքսը ցաված, լեղապարկը ցաված, ենթաստամոքսային գեղձը, այդ էպիգաստրալ շրջանի ցավերը շատ հաճախ կարող են նաև զուգորդված լինեն սրտի պատկերի հետ։ Հենց որ եթե ունեք դուք ցավեր էպիգաստրալ շրջանում, էքսպերիմենտներ չենք անում, դիմում ենք բժշկի, առաջինը հետազոտվում է սիրտ-անոթային համակարգը, որտեղ գիտենք սրտամկան ինֆարկտը ունի իր որովայնային ձևը, եւ մարդ կարող նույնիսկ ունենալ փոլուծություն, ցավեր, կարող ունել սրտխառնոց, փսխում։ Եկեք մենք բացառենք սիրտը, որը կյանքի սպառնացում է, այնուհետև գաստրոենտերոլոգիական հիվանդությունները կբուժվեն ավելի ոնց որ հանգիստ վիճակում։ Եվ այստեղ ես մի բան էլ չմոռանամ ասել, այդ հետվիրահատական շրջանի հետ կապված ռեզեկցիաների դեպքում, երբ մարդիկ, ասենք, ժամանակին իրենց խոցային հիվանդությունը չեն բուժել, արդեն հասել է դանակը, ոնց որ ոսկորին է հասել, ինչ են անում, գնում են արդեն կատարում է ռեզեկցիա կատարվում է խոցային հիվանդության կապակցությամբ, վիրահատվում են ու գնում են տուն։ Սակայն այստեղ նորից կուզենամ հիշեցնել, որ այդ ռեզեկցիաներից հետո, ստամոքսի վիրահատություններից հետո նորից պետք է դիմել համապատասխան մասնագետի, որովհետև գիտենք խոցային հիվանդությունը երբ է առաջանում, ինչն է դա ախտածնության մեջ, այդ հարուցիչը, որը բոլորս արդեն կարծես անգիր գիտենք, որը կոչվում է Helicobacter pylori, եթե այդ հարուցիչը ձեր օրգանիզմից չեք հանել, չեք էրադիկացրել, այսպես ասած, այդ նույն վիրահատական սպիի վրա, կուլտիայի վրա նորից խոց է առաջանում։ Ուստի վիրահատությունից հետո դիմում ենք բժշկի, այնտեղ ստանում ենք, մենք ստուգվում է Helicobacter-ը, ստանում ենք համապատասխան բուժումը, որը հակաբակտերիալ պրեպարատների միջոցով է։ Բուժումից հետո կրկնակի տեստավորում է կատարվում, որպեսզի մենք հասկանանք, որ այդ հարուցիչը մեր օրգանիզմից հեռացվել է։ Իսկ գիտենք, որ այդ Helicobacter-ը ինքը համարվում է առաջի կարգի կանցերոգեն, այսինքն այն համարվում է ուռուցքածին։